Այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փակնիստում կորոշվի, թե իշխող ուժից ովքեր կզբաղեցնեն ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը։ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար պայքարի մեջ են մտել իշխանական 5 պատգամավորներ՝ Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Հայկ Կոնջորյանը, Ալխաս Ղազարյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը։ Հատկանշական է, որ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սա արդեն երկրորդ փորձն է անում բարձր պաշտոն զբաղեցնելու համար։ Ավելի վաղ նա հավակնում էր նաեւ ազգային ժողովի նախագահի պաշտոնին, սակայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախորդ փակնիստում նա եւ ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը պարտվեցին։ Իշխանությունը ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրեց Ռուբեն Ռուբինյանին։ Քաղաքացիական պայմանագրի վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ այսօր կընտրի 2 փոխնախագահ։ Երրորդ փոխնախագահի քվոտան ընդդիմությանն է։ Իշխող ուժի այս ընտրությունը հերթական անգամ կբացահայտի, թե ԿՊ-ի ներսում ով ունի առավել մեծ քաղաքական կշիռ եւ ով է վայելում ղեկավարության վստահությունը, քանի որ որոշումն ընդունվելու է կուսակցության փակ դռների հետևում։